Շնորհակալություն։ Պարոն Մկրտչյան, խիստ կարևոր նախագիծ է, բայց կուզենայի ուշադրություն հրավիրել հատկապես աղետի պատերազմական հատվածին։ Հասարակապես ջերմուկի դեպքերի ժամանակ ես ներկա եմ եղել եւ պարոն Մերքոնյանի հետ բարձրացել ենք այդ օրը ջերմուկ։ Ուղղակի ինձ համար հասկանալի չի, մենք ինչի չպիտի կարգավորենք, կանոնակարգենք տվյալ իրավիճակում մեր քաղաքացիների տարհանումը կամ ապահովումը որոշակի պատսպարելով կամ ռմբապաստարաններում կամ այսինքն չառաջացնել խուճապ, որովհետև դա շատ ավելի մեծ վնաս է, քան բուն պատերազմական գործողությունը։ Այս իմաստով նախագիծը նախատեսում է, որ կոնկրետ համայնքում, կոնկրետ խնդիր առաջանալու, կոնկրետ սահմանամերձ գյուղում որևէ ագրեսիա լինելու դեպքում ինչպես պետք է մենք գործողություններ կատարենք, որ կառավարենք ռիսկերը։ Սա շատ կարևոր եմ համարում, որովհետև մենք ի վերջո այս պահին գտնվում ենք բավականին ռիսկային գոտում եւ նման խնդիրները էականորեն կարևոր են մեզ համար։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, ձեր նկարագրած իրավիճակը քաղաքացիական պաշտպանության ոլորտին վերաբերելի է, սա բնակչության պաշտպանությանն է եւ Հայաստանի Հանրապետությունում օրենսդրությունը տարանջատում է այս երկու ռեժիմները, այդուհանդերձ այս նախագիծը նմանատիպ դեպքերի համար իհարկե տալիս է հստակ կարգավորումներ, ունենալ վաղ ազդարարման համակարգեր, ունենալ տարբեր մակարդակներում կառավարման սխեմաներ եւ հստակ դերակատարներ եւ հստակ գործառույթներ, ինչպես նաեւ նախագիծը իրավական հնարավորություն է ստեղծելու առավել բարձր իրազեկվածության եւ կրթվածության մակարդակ ունենալ նաեւ քաղաքացիների մոտ այս առումով։ Հարձագանք։ Շնորհակալություն։ Հիմա դուք ասում եք սա կարգավորում է բնակչության աղետները եւ այլ։ Հիմա ես ձեզ ասեմ, որ դրանք համակարգային են, որովհետեւ տարբերություն չկա։ Ջրհեղեղը, թե պատերազմը, թե երկրաշարժը աղետ է։ Եթե այդ աղետից մենք կարողանանք ճիշտ համակարգեր մշակել, քաղաքացին իմանա ինքը ինչ պետք է անի, տեղական ինքնակառավարման մարմինը պետք է իմանա ինչ պետք է անի, պետական կառավարման համակարգը պետք է իմանա ինչ պետք է արվի։ Հիմա ես ուզում եմ, որ մենք մի տրեյնինգ անենք որևէ գյուղում, փորձնական, որովհետեւ այս օրենքը կիրառվի, հասկանանք։ Մենք այս գյուղում կարողանում ենք ապահովել աղետի ժամանակ հստակ տարանջատված գործողություններ, որը կնվազեցնի ռիսկը եւ մեր համար կառավարելի կլինի։ Դա կլինի պատերազմ, թե երկրաշարժ, մեծ հաշվով քաղաքացին խուճապի չմատնվելու մենք կարևոր գործառույթ ունենք քաղաքացու նկատմամբ։ Այս իմաստով ինչպես ենք պատկերացնում։ Մենք կարող ենք այդ գործառույթները հստակեցնել տեղական ինքնակառավարման մարմինից մինչև պետական կառավարման բարձր օղակները։ Սա շատ կարևոր է եւ խնդրում եմ մանրամասներ կամ լրացումներ կատարել։ Շնորհակալ եմ։ Շնորհակալ եմ, պարոն Բագրատյան, համաձայն եմ ձեզ հետ, որ արտակարգ իրավիճակները եւ տարբեր աղետներ ունենում են կասկադային էֆեկտներ, որպես կանոն դա այդպես է լինում եւ այո, օրենքի տրամաբանությունը հենց այդպիսին է, որպեսզի մենք ունենանք բոլոր մակարդակներում պատշաճ կառավարման համակարգ, մենք այս ընթացքում իհարկե տարբեր համայնքներում եւ մարզերում պիլոտային կարգով իրականացրել ենք աղետի ռիսկի գնահատման գործընթացներ եւ հատկապես դրանց նվազեցման կամ հնարավոր աղետի դեպքում դրանց արձագանքման ունենք որոշակի պլաններ, ներկայումս էլ կառավարությունում մշակում ենք հանրապետական նմանատիպ պլան, որը կներառի հանրապետությունում այդպիսի վտանգավոր վայրերի առաջնահերթությունները եւ հստակ կդերաբաշխի պետության մեջ իրավասու եւ պատասխանատու մարմիններին, ինչպես նաեւ դրանց միտված ծախսերը կհաշվարկվեն եւ կբյուջետավորվեն։ Շնորհակալ եմ։